աղքատացել են Գագիկ Ծառուկյանը։ Ես ասեցի փորձեք պատկերացնել։ Եվ այսպես Գագիկ Ծառուկյանը աղքատ է։ Նո կենթանիների մասին օրինակ, կենթանիներ պահում եք, բոլորը գիտեն, որ դուք կենթանական աշխարհի մեծ սիրահար եք։ Ունեք կենթանիներ։ Հիմա էլի ախպեր ջան, ունեմ կենթանիներ։ Իսկ կարելի է իմանալ որտեղ եք պահում այդ կենթանիներին։ Տարբեր տեղեր, բլենդուսի տակ, գարդյոբի մեջ, տարբեր տեղեր ախպեր ջան։ Ցեցա, բլոճա, տարականա, ճանճա, ինչ ասես ունեմ ախպեր ջան, ինչ ասես։ Բզես, հենց, հոյական բզեսներ ունեմ, կանաչ, թելը կապես ես բզալ են հետը գնաս գաս։ Սրանց լավը գիտես ինչ դա, որ էլ դու չես գերակնում, իրանք ինքստինքի անգտում են, իրանց ուտելիքա ախպեր ջան, ուտում են ոչ մի խնդիր չի առաջանում։ Ուրիշ, բեսոկ կլնի, կոֆե կլնի, մի բաժակ ջուր կլնի, ինչ կլնի, ես պատրաստ եմ լինելու իմ հարևանների կողքին, իմ հարևանների մեջ, իմ հարևանների պես։ Չնայած այդ Պեսոկի գործով հիմնականում մեր հարևան Սամվելից են ուզում։ Արա Սպարտակ դու ոնց որ ես երկրից չելես։ Ալեքսայնյան Սամվելը վաղոց Չարբախում է ապրում։ Ես մեկ է Կանաբեզյան Սամվելն է։ Ռուսաստանից է եկել։ Տաքսի ա քշում։ Բայց ոսախ կյանք տաքսի չի քշել ախպեր։ Ռուսաստան գիտես ինչ գործեր է եղել։ Յոլա են գնում էլի ախպեր ջան։ Աստված վերև նավի բան կանի, առաջ Հայաստան, հիմա առաջ Աստված։